Գանձակար Իծակար ճանապարհի վրա ունենք Հախոմի կամուրջը, որը պատմամշակութային արժեք է, եւ մենք այստեղ ուրիշ խնդիր ունենք, մենք որոշեցինք, որ զուգահեռ կկառուցենք կամուրջ, մետաղյա կամուրջ եւ պատմամշակութային հուշարձանին տրանսպորտային դերից կազատենք եւ իրան կվերապահենք բացառապես պատմամշակութային նշանակություն, սա նշանակում է, որ մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, ովքեր ուզում են լուսանկարվեն, եւ պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաեւ զբոսաշրջային հոսքերի համար։ Մենք այդպիսի օրակարգ ունենք նաեւ ես 2 օր առաջ մարզպետի, քանի որ նորանշանակ մարզպետ ունենք եւ աչքս վախեցած է այն առումով, որ ես այս խնդիրը 5 տարի չեմ կարողանում լուծեմ, հիշեցրել եմ, որ ուրեմն Ստեփանավան Օձուն ճանապարհի վրա կա նույնպես պատմական կամուրջ եւ ես հանձնարարական եմ տվել, որ դա լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի։ Մենք հիմա քանի որ Երևանում Կարմիր կամուրջի բացումից շատ ոգևորվեցինք, հիմա ինչքան կամուրջ կա, հիմա մենք կամուրջ մուդի մեջ ենք, հիշում ենք, էլ որտեղ կամուրջ կա, որը կարելի է վերականգնել, լուսավորել։ Վայոց ձորի մարզպետի հետ եմ այդ թեմայով խոսակցություն ունեցել, չնայած ես լավ չհասկացա այնուամենայնիվ այդ կամուրջը մայրուղուց կերևա, թե չի երևա, եթե չի երևա, ուրիշ մոտեցում ցուցաբերենք, եթե կերևա, ուրիշ մոտեցում ցուցաբերենք։ Կերևա, պարոն վարչապետ։ Կերևա։ Ուրեմն տեղել երևի տեսադաշտ բացենք եւ այնտեղ էլ լուսավորենք, էլի պատմական կամուրջ է եւ դա գիտեք ճանապարհին, երբ որ կա հին կամուրջ ռեստորան կա, հին կամուրջ ռեստորանը այդ կամուրջի դիմացն է գետի վրա, Արփագետի վրա, էլի շատ գեղեցիկ կամուրջ է եւ լուսավորությունը կլինի եւ մենք Երևանում էլ ենք կամուրջներ գտել էլի պատմական եւ հիմա բարձվել է մասնավոր տարածքում էր, հա հիմա գերակաշահով փորձենք վերադարձնել համայնքին կամ պատմամշակութային արժեքը եւ այնտեղ էլ վերականգնման աշխատանքներ իրականացնենք եւ այդպես շարունակ։ Եվ վերադառնալով 500 կիլոմետր ճանապարհները այս տարի կապահովենք, ես նկատի ունեմ այս տարվա առանձնահատկությունն է նա, որ խոշոր նախագծեր ենք, 3 խոշոր նախագիծ ունենք։ Հյուս Սարաֆը արդեն ամբողջությամբ ասֆալտապատված է, բայց լիարժեք բացում կարողանանք անենք Գառնանը, որովհետև կահավորում եւ այլն, ամբողջական լինի, բայց Նավոր, Թթուջուր, Նավոր եւ Գանձակարիցակար ճիշտ եմ հասկանում, որ այս տարի կարող ենք բացում անել։ Այսինքն իրանք արդեն աշխատում են, բացումը, բայց որ կամուրջներն էլ պատրաստ լինեն։ Ինքը երկթև կամուրջ է, չէ՞ լինելու, ոչ թե միաթև։ Միաթև, բան վարչ։ Բայց միաթևը կհերիքի ինձ։ Մենք հաշվել ենք, որ նախորդ կամրջի ինտենսիվությունից ավելի է լինելու եւ հարթակը լինելու է այդ մետաղական կամրջի մաս։ Այս բանի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Այսինքն միակողմանի է լինելու երթևեկությունը կամրջի վրայով։ Այո։ Դե այս փուլում երևի բավարար է, բայց պետք է նկատի ունենալ, որ հետագայում կարող է երկրորդն էլ պետք լինի ավելացնել։ Իմիջայլոց հարգելի գործընկերներ, դուք հիշում եք, չէ՞, որ ջրհեղեղից հետո, երբ որ մենք քանդված կամուրջներ, այսօր դեռ ինչ որ կամրջային տրամաբանություն, քանդված կամուրջների Խաշթարակի կամուրջներ քանդվել եւ քանդվել էր Ախթալայի կամուրջը։ Հետո մենք խնդիրը ձևակերպեցինք այսպես, որ չկա չարիք առանց բարիքի եւ փորձենք այնտեղ լավ նախագիծ անել եւ նաեւ երկարատև մշակութային արժեք ունեցող կամուրջներ կառուցել։ Հիմա երբ որ այնտեղ հետո բարձր այնտեղ պետքա դրվեր ժամանակավոր կամուրջ եւ երբ որ ես այցելեցի վար, տեսա որ այդ ժամանակավոր կամուրջը այնքան է ժամանակավոր կամուրջ չէ, այսինքն ինքը կարող է հիմնական ծառայել, ինչը նշանակում է, որ մենք ավելի երկար ժամանակ կունենանք, ավելի լավ նախագիծ անելու, ավելի մեծ գեղագիտական արժեքով կամուրջ կառուցելու համար։ Նույն տրամաբանությունը մենք որդեգրում ենք նաև Խաշթարակ գյուղում, Տավուշի մարզում, որտեղ էլի կամուրջը քանդվել էր, հիմա մետաղյա կամուրջ ենք այնտեղ տեղադրում եւ հանգիստ ռեժիմով մենք կաշխատենք
այդ նախագծի վրա, բայց դա օրակարգից դուրս չի գալիս, որտեղ այդ կամուրջները հետո կհանենք, պահեստային կօգտագործենք կամ ուրիշ տեղ կօգտագործենք եւ հախումի կամրջինը մի հատ հիմա դնում ենք շատ լավ, բայց բանը պատմամշակութայինը փակելու ենք, չէ, երթևեկության համար։ Հա։ Բայց պլանավորենք այնց, երբ որ ինտենսիվանա երթևեկությունը, այդ նույն կամուրջից երկրորդ թևն էլ դնենք, որպեսզի հույս ունենք այդքան, վստահ եմ, որ կինտենսիվանա, ինչ ժամանակաշրջանում այդ ուրիշ խնդիր է, որովհետև զբոսաշրջային հոսքեր են լինելու։